Նախ այս դատական պրոցեսի մասին, որը հանրային ու քաղաքական տարբեր շրջանակներ արդեն որակել են ֆարս, կեղծ շինծու, ինչ սպասել այսօր դատանից պատժի տեսակի եւ չափի մասին հարցն է քննարկվելու մասնավորապես, թե արդեն գիտենք, որ մեղավոր է ճանաչել, ինչումն է մեղքը եւ այսօր ինչ սպասել դատարանից։ Ճակերտավոր մեղքը նրանում է, որ Սրբազանը պաշտպանել է Արցախի ու Հայաստանի շահը, հայ ժողովրդի շահը եւ հրաժարվել է սպասարկել թուրք-ադրբեջանական տանդեմի եւ նրանց դերացողների շահերը։ Մեղքը դրա մեջ է, որ մարդը չի լռում, մարդը հայրենասիրության կոչ է անում, չի հաշտվում կապիտուլյացիայի հետ եւ հարության կոչ չի անում հարության, այլ ոչ թե ծնկի գալու եւ մեռնելու։ Ինչ վերաբերում է այս գործին եւ այս գործը եւ մնացած գործը, դրանք դասական հետապնդման, քաղաքական հետապնդման օրինակ են, բայց այս գործը նաեւ տարբերվում է նրանով, որ սա ուղիղ գործ է, ուղիղ հալածանք է Հայաստանի ցավալական սուրբ եկեղեցու դեմ։ Եվ մենք շատ լավ գիտենք, որ այսօրվա կառավարիչները դեռևս տարիներ շարունակ նախաձեռնել, իսկ հիմա շատ ակտիվ փորձում են պառակտել եկեղեցին, փորձում են հարձակում իրականացնել մեր եկեղեցու վրա եւ սրբազանների եւ կոնկրետ Միքայել Սրբազանի դեմ այս գործը նաեւ ես դիտարկում եմ այդ կոնտեքստում։ Սա ոչ միայն անհատապես Միքայել Սրբազանի դեմ կարելի է դիտարկել, այլ նաեւ եկեղեցու հիմքերի քանդում է, իսկ եկեղեցու հիմքերի քանդումը դա երրորդ հանրապետության հիմքերից մեկն է, հիմքերի քանդումն է, դա մեր ազգային ինքնության քանդումն է եւ դա ադրբեջանական նարատիվների ամրագրում է Էրմենիստանում։ Ինչ անել, որ այդ տրոյական ձիու մեխանիզմով իշխանությունները վերջնականապես, այսպես ասած, չքանդեն ես ձեր մատնանշած ձևով եկեղեցին։ Նոր հեծանիվ պետք չի հորինել, կամ մի քանի տարբերակ։ Մեկը փողոցային պայքարն է, մեկը ընտրություններն են, մյուսը փողոցային պայքարի զուգակցությամբ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը։ Դուք տեսաք, որ Պարլամենտում տեղի ունեցան խորհրդարանական լսումներ եւ 6 ստորագրություն դարձավ 34, ճիշտ է շատ ուշ 4 ամիս անց, բայց ընդդիմադիր բոլոր պատգամավորները իրենց ստորագրությունները դրել են։ Կայա նոր տարբերակ չկա, այսինքն այդ տարբերակների մեջ պետք է ընտրենք, իսկ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընտրություններից դեռ մի քանի ամիս կա, 8-9 ամիս կա, այդ 8-9 ամիսը Նիկոլ Փաշինյանի ռեժիմին կոմֆորտի զոնայում թույլ տալ իրականացնել Ադրբեջանից հրահանգված քայլերը, ես չգիտեմ ընտրությունների ժամանակ ինչ կմնա Հայաստանից։ Սա է, դրա համար պետք է մենք ինչ-որ ասել ենք 7 տարի։ Պետք է յուրաքանչյուր քաղաքացի ինքը իրեն հարց տա, ինքը ուզում է ապրել ազատ, անկախ, ազգային ու ժողովրդավարական Հայաստանի գոնե մնացած այս մասում, թե ուզում է սպասարկել թուրքական վիլայեթացման, նույնիսկ կան թուրքական վիլայեթացում չի իշխան Հայաստանի ադրբեջանացում։ Սա է Սրբազանի մեղքը նրա մեջ է, որ ինքը հրաժարվել է ծնկի գալ Հայաստանի ադրբեջանացման ծրագրի առջև, ինչպես մենք բոլորս։ Դրա համար պետք է ազգային վերածնունդ։ Իսկ ազգային վերածնունդը նախ ստեղ պետք է լինի, հետո ստեղ, հետո նոր արդեն մարդիկ, բայց ամեն մեկը, Արմեն Աշոտյան շատ ճիշտ է ասում։ Յուրաքանչյուրը ինքը, սա ոչ թե ընդդիմության խնդիր է, հասարակության, յուրաքանչյուրի խնդիրն է։ Յուրաքանչյուր մարդ Հայաստանի քաղաքացի ինքը պետք է որոշի, ինքը բանի գծի որ կողմում է, Ռուբիկոնի որ կողմում է, Հայաստանի ազգային պետության, ազգային արժեքների, քրիստոնեական արժեքների, թե Հայաստանի ադրբեջանացման։ Այդքան է։ Հասկանալի ձեր